Միջազգային ասպարեզում գնում է առևտրային պատերազմ։ Մենք ականատես ենք խոշորագույն առևտրային պատերազմի երբևէ աշխարհի վրա տեղի ունեցած։ Այդ պատերազմը հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահն ու փաստացի Միացյալ Նահանգները ըստ էության ամբողջ աշխարհին, բայց հատկապես Չինաստանին։ Քննարկենք իհարկե հիմա թե ինչ հետևանքների է դա բերելու Միացյալ Նահանգների համար, որտեղ նույնիսկ Միացյալ Նահանգների պես զոր երկիրը չի կարող ամբողջ աշխարհին դիմակայել տնտեսական առումով, մանավանդ իր համախառն ներքին արդյունքը, իր տնտեսական, այդ կշիռը ըստ էության 1/4-ն է ընդամենը աշխարհի տնտեսական կշռից։ Ինքը գոնե պետք է դաշնակիցներ ունենար այդտեղ։ Եթե Եվրոպայի հետ միավորվեր դա աներ, կամ հակառակը Չինաստանի հետ միավորվեր Եվրոպայի դեմ առևտրային պատերազմ աներ, դա ինչ որ խելքի մոտ կարելի էր համարել, որ ինչ որ հաջողության հույս կարող ունենա։ Բայց 25%-ը չի կարող 75%-ի դեմ պատերազմել, ինչպես որ 2%-ը Ռուսաստանը չի կարող 98%-ի դեմ պատերազմել, կամ թեկուզ 50%-ի դեմ լա։ Չնայած այնտեղ առևտրային պատերազմ չի, բայց էլի ամեն պատերազմել իր առևտրային բաղադրիչը ունենում է։ Մենք տեսնում ենք Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիան վերաճեց իր հանդեպ սանկցիաների Եվրոմիության կողմից, Միացյալ Նահանգների կողմից։ Եվ միջնորդավորված նույնիսկ Չինաստանի կողմից։ Շատ բաներ կա, Չինաստանն էլ չի վաճառում Ռուսաստանին, որպեսզի Ամերիկայի հետ չփչացնի հարաբերությունները, համենայնդեպ մինչև այս պահը, երբ որ Միացյալ Նահանգները հայտարարեցին պատերազմ Չինաստանին առևտրային։ Եվ եթե մնացած երկրների մասամբ հետ քաշվեց Տրամպը, հետաձգելով տարիֆների գործողությունը 3 ամսով, 9 օրով, Չինաստանի դեպքում դա չարեց, պատճառաբանելով, որ Չինաստանը բավարար հարգալից պատասխան չցուցաբերեց իր դեմարշին, բայց իհարկե այստեղ կան շատ ավելի հեռահար ռազմավարական շահեր, որի սպասարկումը Տրամպը մի քիչ կարծում եմ ճիշտ չի իրականացնում։ Բայց ամեն դեպքում այս ֆոնի վրա, երբ որ կա առևտրային պատերազմ, առևտրուղիները շատ կարևոր են դառնում, առավել կարևոր, քան նույնիսկ նախկինում, որովհետև իրար օթերը փակելու միջոցը միայն մաքսերը չեն, միայն տարիֆները չեն, այլ նաև այդ առևտրուղիները սահմանափակելը։ Տեսեք ոնց է հարվածում Միացյալ Նահանգները չինական առևտրային գործիքակազմին։ Ինքը սահմանափակումները մտցնելու նոյեմբերից արդեն կմտնեն այդ սահմանափակումները, չինական արտադրության նավերի մուտքը Միացյալ Նահանգների նավահանգիստներ ոչ թե սահմանափակելու, այլ հարկելու։ Հավելյալ հարկ, ընդ որում բավականին խոշոր միլիոնավոր դոլարների մասն է խոսքը, ամեն մի նավի մուտքը նույնպես այնտեղ կարող է 100 միլիոնների ապրանք տեղափոխի այդ նավը, բայց մի մուտքը մի քանի միլիոն դոլարի, ուրեմն Թուրքիա առաջացնելու։ Ընդ որում մինչև 5 անգամ տարեկան կարող է նույն նավը Թուրքիա ենթարկվել, ասենք Թուրքը գանձվի այդ նավից։ Դա անում է այսպես իր նավատորմի արտադրությունը, ապշտ նավերի արդյունաբերությունը, նավարտադրությունը վերականգնելու համար Միացյալ Նահանգները ուներ բավականին զարգացած նավարտադրող ձեռնարկություններ, ոչ միայն նավարտադրող, ընդհանրապես մեքենաշինությունը, երկաթագործությունը Միացյալ Նահանգներում բավականին զարգացած էր, հատկապես այս հյուսիսային կենտրոնական այդ Չիկագո եւ այլն Դեթրոյթ, այդ կողմերում հիմա կոչվում է ժանգոտած գոտի, այսինքն այնտեղ գործարանների մի ամբողջություն է, հարյուրներով գործարաններ են, որոնք որ ներգրաված են եղել նավերի արտադրության մեջ, մեքենաների արտադրության մեջ, տեխնիկայի, որը հիմա չեն գործում, դրա համար ասում են ժանգոտած են անվանում, որտեղ չեն գործում, որտեղ այդ ամբողջ արտադրությունները տեղափոխվել են Չինաստան հիմնականում, բայց նաև այլ երկրներ, որտեղ այնտեղ ավելի էժան է։ Հիմա արհեստականորեն այսպիսի տարիֆների միջոցով Տրամպը փորձում է վերականգնել դա, բայց չի մտածում, որ ախր այդ պատճառը եղել, որ տեղափոխվել են, այդ ձեռնարկատերերը ոչ թե ուրեմն գլոբալիստ ջհուդ մասոններ էին, որոնք ուզում էին Ամերիկան քանդեին, ոնց որ կասեն մեր տարբեր դաղադրապաշտներ, այլ ուղղակի 10 անգամ ավելի էժան է արտադրել դա Չինաստանում, քան թողնել Միացյալ Նահանգներում։ Եվ այդ ձեռնարկատերերը, այդ մարդիկ, բիզնեսմենները, որոնք որ շատ ավելի մեծ շահույթ են սկսել ստանալ նրա պատճառով, որ Չինաստան են տեղափոխել, վերջիվերջով այդ շահույթը նպաստել է Միացյալ Նահանգների զարգացմանը, որտեղ այդ շահույթը ներդրել են բարձր տեխնոլոգիական արտադրությունների մեջ, ինտերնետի, սպասարկման ոլորտի զարգացման մեջ Միացյալ Նահանգները դարձել են ավելի բարեկեցիկ, որի արդյունքում
բոլոր պայծառ ուղեղներ աշխարհի, հա, տեխնոլոգիապես զարգացած մարդիկ, ասենք, որոնք հմտություններ, ունակություններ ունեն, ձգտում են գնալ Միացյալ Նահանգներ տեղափոխվել։ Նու բոլորը չէ իհարկե, ովքեր որ ասես այդքան հայրենիքին կապվածության այդ զգացումը այդքան էլ չունեն։ Փառք ու պատիվ նրանց, ովքեր ունեն եւ մնում են իրենց հայրենիքն են զարգացնում, բայց ամենայն դեպս այդ տենդենսը կա եւ Միացյալ Նահանգները առանց հավելյալ գումար ծախսելու այդ մարդկանց կրթության վրա, իսկ դա տասնյակ հազարավոր դոլարներ է, մանավանդ եթե խոսքը գնում է Եվրոպայից Միացյալ Նահանգներ արտագաղթած կամ նույն սովետական միության փլուզումից հետո գիտնականների կեսը Եվրոպա եւ Միացյալ Նահանգներ հատկապես գնացին եւ այնտեղ զարգացնում են գիտություն եւ այլն։ Այսինքն, երբ որ դու դարձնում ես քո պետությունը գրավիչ, հարուստ, բարեկեցիկ, դու նախ առավելություն ես ստանում նաեւ այդ տեսակետից կադրերի ներգրավման ամբողջ աշխարհից, բայց մյուս կողմից նաեւ իհարկե էֆեկտիվ է դառնում քո տնտեսությունը։ Հիմա դու գնում ես հետ նահանջ, եթե դու փորձում ես վերականգնել կարի արտադրությունը քո երկրում, երբ որ քո մարդիկ, աշխատողները պատրաստ չեն գնան կար ու գործ անեն $1, ոնց որ Չինաստանում են անում, հա, ժամը $1, օրինակ 1-2 դոլարով, այլ պետքա գան ասեն 20, 30, $40, դու չես կարող վերականգնել, ինչքան ուզում ես տարիֆներ կիրառի, ինչքան ուզում ես փակի, այդ լրիվ պետք է փակես, բլոկադա անես, ընդհանրապես առևտուր չանես աշխարհի հետ, ոչ միայն Չինաստանի, որտեղ հիմա Չինաստանը փակում ես, չինական ապրանքները վիետնամական անվան տակ են գալիս, Վիետնամ բարձրացնում ես ուրիշ Կորեայում իդեպ բռնացրել են, ոնց են չինական ապրանքները պիտակավորում փոխում կորեական տակա, ոնց որ Բելարուսն էր անում Ռուսաստանում, այդքան էլ հեշտ չի ժամանակակից գլոբալ աշխարհում այդ ամեն ինչը վերահսկել, հա։ Բայց նույնիսկ եթե ամբողջը փակես, որ քո սպառումը միայն քո տեղական արտադրության հիման վրա լինի, այդ նշանակում է քո էֆեկտիվությունը քո երկրի ուղղակի տապալում ես, որտեղ աշխատանքի միջազգային բաժանումը հենց իմաստը նրանում է, որ ամեն մարդ, ամեն երկիր արտադրում է այն ինչ որ իր մոտ ավելի լավ է ստացվում, ավելի էժան է ստացվում, ավելի որակով է ստացվում, նույն ինչ որ մարդը մարդկանց միջև ինչի ամեն մարդ իր ամեն ինչ որ իրան պետք է ինքը չի արտադրում։ Պատկերացնում եք մարդ ինքը իր շորերը կարեր, հետո ինքը իր ուտելիքը, ասենք, գնար ցաներ հնձեր, ասենք, բնամթերքային այդ արտադրության վիճակը կվերադառնանք նախնադար, հա, որտեղ էֆեկտիվությունը կտրուկ կնվազեր։ Մի խոսքով, նո Տրամպը մի քիչ ուրիշ ձև է պատկերացնում, ու ճիշտ ասած, ես այստեղ չգիտեմ, հիմա մի քիչ լայն թեմա է, երկու բառով ուղղակի ասեմ, կարող է հետաքրքիր լինել մեր հեռուստադիտողներին։ Այնպեսին տպավորություն ունեմ իմ մոտ, քանի որ նաև տեղյակ լինելով Միացյալ Նահանգներում ինստիտուտները, որ այդքան թեր զարգացած չեն, էլի, որ այս կարգի բաց թողում թույլ տային Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության մեջ, նախորդ անգամ ես ասացի, չէ, որ նույնիսկ Տրամպը այդ տարիֆները հատուկ հանձնաժողովի միջոցով չափեձևել են գոնե այն ցածր տարիֆները համեմատաբար, բայց հետո էմոցիաների տակ բռնեց Չինաստանը, կրկնապատկեց, հետո երապատկեց, հա, այսինքն հիմա հետ է։ Հա, որտեղ տեսնում են ինչ աղետալի հետևանքների է բերում դա։ Չինաստանի համար էլ է շատ ծանր, բայց Չինաստանը դրան պատրաստվել էր։ Դեռ անցած իր պաշտոնավարման ընթացքում չինացիները հասկացել են, որ մեծ վտանգ կա, որ սա կարող է շարունակվել։ Իդեպ Տրամպից հետո Բայդենը տարիֆների քաղաքականություն շարունակել է, ինքն էլ է դրել, ծանրացրել է, բայց ամեն ինչ անում են շատ չափած ձևած զգուշ։ Բայց երբ որ այս մեկը եկավ այս երկրորդ պաշտոնավարման ընթացքում ցած հռկոպալի մի անգամից էսի բան արեց, իմ մոտ այնպեսի տպավորություն է, որ քանի որ ինքը նաև հայտարարում էր նախընտրական շրջանում ու այնտեղ establishment-ը, այդ թվում խորհրդային պետությունը Միացյալ Նահանգների գիտեր Տրամպը ինչ է, ինչ կենթանի է, հա, ասած քաղաքական իմաստով կենթանի է, այսինքն ինչ է գալու անի եւ դա հետևանքները բարդ չէր հաշվարկելու։ Ու իմ մոտ տպավորությունը միգուցե հատուկ թողել են եւ հատուկ միգուցե նույնիսկ աջակցել են, որտեղ անսպասելիորեն բազմաթիվ միլիարդատերներ հանկարծ սկսեցին աջակցել Տրամպին։ Ընդ որում ինքը տեսանելի է, որ եւ իր ռետորաբանության մեջ էլ այնպես չէր, որ ինքը իր բոլոր քայլերով ինչ որ միլիարդատերներին լավ ինչ որ բաներ էր անելու, հա, իրենք հասկանում էին այդ վտանգները, բայց ինչի համաձայնվեցին։ Մի քանի տարբերակ կա այստեղ։ Նու առաջին տարբերակը, որը ամենակիչ հավանականն եմ համարում, որ սխալ են հաշվարկել, որ այսինքն կթողեն Տրամպին, Տրամպը ինչ որ սխալ քայլեր կանի, դրանով կպատժեն պահպանողական հատվածին, հակագլոբալիստներին, այսպես ասենք, որտեղ այդ հակագլոբալիզմը բաներ հավաքում, թափեր հավաքում, հակամարտկային ինչ որ բաները, նարատիվները, հա, մարդատիաց էքստրեմիստական, ծայրահեղական, պահպանողական, կղերական, հա, այդ բոլոր այսպես
որը որ իզոլացիոնիզմի պետքա տաներ էլի Միացյալ Նահանգները, այսի որպեսի թույլ չտան դրա բնականոն զարգացումը եւ հետո արդեն ինստիտուցիոնալ առումով այդ ուրեմն մոտեցումների իշխանության գալը, այսպես բերեցին Տրամպի պես մեկին, որը որ առանց հաշվարկների, առանց ինստիտուտների հակառակ են ինստիտուտները քանդում են, ինքը ոչ թե փոխարինող ինստիտուտներ է կառուցում, այլ ընդհանրապես քանդում են ինստիտուտները համարելով իր ճշտամի։ Ու այդ ամեն ինչը բերեր աղետի եւ գլոբալիստները, որոնք որ նաև ասենք միջազգային առևտրի ազատ առևտրի կողմնակիցներն են, հա, նաև միջազգային պատասխանատվության, որը որ վերաբերում է օրինակ էկոլոգիական հարցերին, հա, որոնք դեմ է, ասում է ոչ մի էկոլոգիական խնդիր չկա աշխարհում։ Գլոբալիստները ասում են մի րոպե, եթե ամեն մեկս վերմակը մեր վրա քաշենք, ըստ երկրների, ըստ ազգային պետությունների, ով ինչքան ուզենա օդը աղտոտի, երկրագունդը աղետի առջև կկանգնի, որտեղ արդեն գլոբալ ջերմացում է լինում եւ այլն, հա։ Նույնիսկ Չինաստանը այսօր առաջամարտիկ է կանաչ տնտեսության զարգացման գործում, էլեկտրոմոբիլները եւ այլն, սա իր մոտ է զարգանում, հա։ Չնայած օրինակ ածխի բանը դեռ պահում են դրանք օգտագործում էներգետիկայի մեջ եւ այլն, բայց կամած այդ ամենը կփոխարինվեր, որտեղ նաեւ բաները, այդ պանելները էլեկտրական, հա, արևային էներգետիկա, իրենք են շատ թափով արտադրում, գնալով էժանանում են, դուրում, այդ դրանով իրենց ներդրում բերում են փոխարինելով նաեւ այդ էներգիայի այլ աղբյուրները, հա, այդ թվում բենզինը, գազը, որ իրենք չունեն, նավթը։ Հիմա մի տարբերակը դա է, որ ոնց որ բերեցին այսպես պայթեցնելու համար մի հատ, որ խրատ լինի, հա, երեխային ոնց են մի բան սովորացնում, հա, որ ասում են կրակին մի ձերտուր, բայց վերջը տեսնում են, չէ, անդադ փորձում է ձերտալ, ասում են լավ, թող մի անգամ ձերտա, ձերքը վառվի, էլ ձեր չի տա։ Այդպես է լինում, երեխան մի անգամ ձերքը վառում է, էլ ձեր չի տալիս։ Նայում են իհարկե, որ ամբողջը չայրվի ինքն էլ ինչ որ լուրջ վնաս տանա, բայց հիմա այս տպավորություն է, որ այդ հակագլոբալիստներին, պահպանողականներին որոշեցին sense պատժել, որովհետև հիմա առաջի տուժողները ովքեր են ֆերմերային տնտեսությունները, որոնք որ պահպանողականության հիմքն են Միացյալ Նահանգներում, հա, այն նահանգները հատկապես, որ նաև գյուղատնտեսական արտադրությամբ են զբաղվում, նաև արտահանումներով են զբաղվում, ոչ միայն գյուղատնտեսական, նաև այլ, այսինքն նաև մեքենաշինության եւ այլ տարբեր բաներով։ Եվ հակառակ, ասենք խոշոր քաղաքները եւ Նյու Յորքը, Լոս Անջելեսը այդ կոնգլոմերատները, որոնք որ ժողովրդավարության, մարդու իրավունքների, գլոբալիզմի առաջամարտիկներն են, իրենք ամենակիչն են դժելու այս ամեն ինչի արդյունքում, հա։ Եվ պատահական չի դեպ այդ արկիր է, այս կոնտեքստի մեջ նաև տեղավորվում է եվրոպացիների դիրքորոշումը Միացյալ Նահանգների դեմ պատասխան սանկցիաների պահով, սանկցիա ասենք, տարիֆ ասենք, հա, պատերազմը, որ ասում են նավայնի կակ նավայնի, հա, պատերազմը ինչպես պատերազմում, ֆրանսերեն ալա, ալագեր կոմ ալագեր, չէ՞։ Հա, այդ ֆիլմից ենք բոլորս հիշում, ես ֆրանսերեն ցավոք սրտի տենց էլ չսովորեցի։ Մի խոսքով, այսինքն եվրոպացիները ինչ են ուզում ասեն, ինչ են ուզում անեն։ Ուզում են տարիֆներ կիրառեն հատկապես այն նահանգներում արկա արտադրությունների հանդեպ, դեպի Եվրոպա արտահանելու, որը որ հենց աջակցել են Տրամպին եւ հանրապետական, այսինքն դա ինչի են բերելու, որ ըստ էության Տրամպի ոտի տակից հանեն իր պաշտպաններին եւ ոչ միայն Տրամպի, այլ ընդհանրապես այս գաղափարախոսության, հա, պահպանողական, ծայրահեղ ռադիկալ, ուրեմն իզոլացիոնիզմի, ամերիկան ներփակելու, նաև մեծամտության, այդ ամերիկյան սնափառության, America the Great Again, չէ, America the First, Make America Great Again, այդ ամեն ինչը նաև սնափառության բաներ են, չէ, այսինքն ինչ նշանակում America the First, այսինքն այդ առաջի անգամ երբ որ նախորդ բանին Տրամպը դա ասեց, հոլանդացիները հումոր էին անում, ես շատ տպավորվել էր վրես, ասում են, պարոն Տրամպ, իսկ կարելի է հոլանդիաներն լինի the second-ը, ասենք դուք առաջին եղեք, մենք էլ երկրորդը, ասենք էս ինչ է, էլի, ասենք կամ դնես լրիվ պետությունների ղեկավարներին անպատվես, ասես գալու եք հերթ կանգնեք եւ այլն ուրիշ վատ բաներ, հա, այսինքն այդ ինչ ասելու բան է, էլի, ոնց որ գիտեք, այնպես տպավորություն է, որ այդ կիսաքրեական, տենց մաչոյական, ես դաժե կասեի, նույնիսկ կասեի պացանական այդ մտածողություն ունեցող մարդկանց ոնց որ հատուկ հավաքել են, իսկ Տրամպի շրջապատը նույնն է։ Վենսը, ասենք, կամ միջնես Ռուբիոնը դրա համար անթաս սուս ու փուս ինչ հանդիպում անում վախից սեղմում այդ բանին բասկաթորին չի ձենը դուրս չի գալիս